Կանադայի քաղաքացիությունից մինչև իբր դեղերի փորձարկման մուտքգործարքն էր Կանադայում շքեղ առանձնատուն, հիմա էլ Ֆրանսիայում վստահելի փաթեթավորմամբ կեղծ լուրեր հարյուրավոր տարածումներով։ Երբ որ մենք ասում ենք հիբրիդային պատերազմ, մարդիկ պետք է հասկանան, հիբրիդային պատերազմը այդ կոմպլեքս խնդիր են, բայց դրա մեջ կարևորագույն մասը ինֆորմացիոն պատերազմ է։ Հասարակությունը իսկապես այս առումով դառնում է ներքին ինֆորմացիոն պատերազմի ականատես, վկա, իսկ հաճախ նաև մասնակից այս ամենի եւ զոհ։ Վերջին աղմուկանաց կեղծ լուրը, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Մարսել քաղաքում 3.1 միլիոն եվրոյով շքեղ առանձնատուն է գնել, օրինակ, սոցիալական հարթակներից միայն Facebook-ում այսպիսի տարածում է ունեցել սուտ համադրություններով, սկանդալային բնորոշումներով։ Ֆրանսիայից եկավ ինֆորմացիա, մարդիկ կասեն, չէ՞ մեզ։ Դուք գովում եք Ֆրանսիա, տեսակ ինչա։ Հետո պարզվեց Պոչը պարզել փորձենք միասին։ Ըստ լուրերի, գուցե հնարավոր է հոդվածի սկանդալային բացահայտումները այս բառերով են փաթեթավորված։ Օրինակ, ֆրանսիական զարգացման գործակալության եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի միջոցները հնարավոր է անօրինական կերպով ուղղվել են Փաշինյանի անձնական օգտագործմանը։ Այսինքն հոդվածի հիմքում չկա փաստ, կա ընդհանրապես ենթադրություն, բայց ոչ միայն հոդվածն է կեղծ, այլև կայքն առհասարակ, չնայած կայքի իրականն էլ կա։ Civilnet-ի փաստերի ստուգման հարթակը պարզել է, այս կեղծ կայքում հոդվածներ հայտնվել են այս տարվա մայիսի 25-ից։ Փաշինյանի առանձնատան վերաբերյալ հոդվածը հրապարակվել է մայիսի 29-ին, բայց դրանից հետո կայքում նոր հրապարակումներ էլ չեղան։ Իսկ ինչպես մայիսի 29-ից մեկ օր անց անհայտ ծագման կայքի ֆրանսերեն լուրը շատ արագ հայտնվեց հայկական ինչ-որ տելեգրամյան ալիքում, այնտեղից էլ տարածվեց հայկական լրատվամիջոցներում։ Փորձագետների հարցադրում շեշտադրումն է, շղթայական սխեմա է, ամեն մեկն իր անելիքը գիտի։ Մեզ մոտ նաև ներսում կան այս ստերը տարածողները, էկոսիստեմներ են, թանկարժեք բաներ են, պատրաստում են լուրջ խմբեր։ Նույնիսկ մեկ մտածում են, կարող է պատահի այս ձևի սխալ ճանապարհով գնա կառավարությունը։ Ահա, դրան է միտված, որ հասարակ մարդը, որը փորձագետ չի, ամեն օր չի զբաղվում անցուդարձով միջազգային Հայաստանի ներսում, որ ինքը ապա կողորոշի սկսի կասկածել ու մասամբ այո հասնում են իրանց ուզածին։ Ֆրանսիական դոմեյնով կեղծ կայքի ծագման մասին։ Տվյալ IP հասցեի տակ գործող կայքը պատկանում է ԱՄՆ-ում գտնվող provider-ի Psyx Networks։ Այն հիմնադրվել է 2001 թվականին եւ այսօր տվյալների կենտրոններ ունի օրինակ Մեծ Բրիտանիայում, Ամստերդամում, Ճապոնիայում, Ռուսաստանում, այսինքն այս նետվորքի ծառայություններից օգտվելու համար պետք չէ լինել հենց ԱՄՆ-ում, ցանկացած իր կենտրոնից լինի Տոկիո, թե Մոսկվա, հնարավոր է օգտվել, քանի որ այն ապահովում է գաղտնիություն։ Փորձագետներն արձագանքում են, ընդունված տարածված մեթոդ է։ Իսկ կայքի ծագումնաբանությունը փաստերի ստուգման հարթակը պարզել է SSL Labs-ի միջոցով։ Այս կեղծ կայքն օգտվում է Let's Encrypt-ից, որը հնարավորություն կամ սերտիֆիկատ է տալիս 0 գումարով անվտանգ պաշտպանված դոմեյն ունենալ, բայց 90 օր։ Դոմեյնը վալիդացվել է մայիսի 24-ին եւ դրա ժամկետը կավարտվի օգոստոսի 22-ին։ FIB փաստերի ստուգման հարթակը նաև պարզել է Provider-ն ունի խարդախության ռիսկի 100-ից 41 գնահատական։ Այս տվյալը ցույց է տալիս, որ այս ինտերնետ մատակարարից եկող վեբ թրաֆիկի 41%-ը խարդախության պոտենցիալ ռիսկ ունի։ Հետադարձ որոնման միջոցով պարզ է դառնում Փաշինյանին վերագրվող տան լուսանկարը վերցված է անշարժ գույքի վաճառքի հայտարարություններից։ Civilnet-ի փաստերի ստուգման հարթակը պարզել է նաև առանձնատունը վերջին անգամ գնվել է 2023 թվականի մայիսին եւ ոչ թե 3.1 միլիոն եվրոյով, ինչպես նշված է հոդվածում, այլ 1.47 միլիոնով։ Առանձնատունն էլ պատկանում է ոչ թե Փաշինյանին, այլ անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող ընկերության։ Փորձեցինք կապ հաստատել հոդվածի հեղինակ Ջոզիան Բերնիերի հետ։ Անուն ազգանվան որոնումը արդյունք չտվեց։ Լուսանկարով որոնումը մեզ տարավ X հարթակ։ Պարզվեց լուսանկարում ոչ թե Ջոզիան Բերնիերն է, այլ Քեթրին Պերոն, բլոգեր է, գրում է կինոյի եւ նորաձևության մասին։ Ու քանի որ ոչ կայքի իրավաբանական հասցեն կա, ոչ էլ հեղինակն է իրական, ստացվում է Փաշինյանների ընտանիքը դատի տալ չի կարողանա, ինչպես օրեր առաջ գրել էր Աննա Հակոբյանը, հույս հայտնելով, որ կգտնեն հասցե հեղինակ։ Ինչ վերնագրեր են տարածում, վարչապետը չգիտեմ ինչի հենակետային քոլեջի շենքը նվիրել է իր դստերը։
Այս մարդիկ ամբողջ այս հիմա քանի որ այս ապօրինի գույքի բռնագանձման 4 ուղղությունները ակտիվացել են, իրանց մի խնդիր ունեն ցույց տալու, որ մենք իրանց նման ենք։ Վարչապետը Ֆրանսիայում 3 միլիոն բանով եվրոյով տուն է գնել։ Ասենք մերկու դաշնակ մաշնակ կա Ֆրանսիայում, տանում են 3 եվրոյով կայք են բացում մի շաբաթանոց, մեջը ինչ զառանցանք ասես դնում, դե արի ապացուցի, որ իրանք էլ չեն ժխտում, որ բանում Հունաստանում բան կղզի ունեն։ Իրանք այլևս չեն կարա պաշտպանվեն, որ իրանք թալանչիկ կաշառակեր են։ Իրանք ուզում են ցույց տան, որ դե իրանք էլ են, իբր մենք էլ ենք թալանչիկ կաշառակեր։ Չեք հասնի այդ նպատակին։ Նախկիները շատ լավ հասկանում են, որ մաքրագրվել չեն կարող։ Մաքրվել չեն կարող։ Ժողովրդին չես խաբի։ Ժողովրդի մոտ ուժեղագույնս նստած է, ֆիքսված է, որ իրենց ժամանակ թալան էր։ Չես կարող փոխել։ Ահա, ուրեմն իրանք հասկացան, պետք է վարկաբեկել այս իշխանություններին, որ ի վերջո մարդիկ ասեն, դե սրանք էլ մի բան չեն։ Այդ շատ նուրբ մոտեցում է։ Եթե սրանք էլ մի բան չեն, վաղը մարդիկ կամ չեն գնա ընտրությունների, կամ կասեն չէ, այ մենք այս իշխանություններից սպասում էինք հեղափոխությունից հետո, որ մաքուր լինեն սկզբունքային, իրենց կպատժենք, իրենց դեմ կքվեարկենք։ Օրեր առաջ էլ իբր լոնդոնյան կայք էր հետաքննություն արելու պարզել, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի միջոցով Հայաստանում իբր դեղամիջոցներ են փորձարկվում հղի կանանց, երեխաների, տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց վրա։ Հետո պարզվելու էր կայքը կեղծ է, իսկ հետաքննություն իրականացնող հիմնադրամն էլ ունի ռուսական ֆինանսավորում։ Նիկոլ Փաշինյանին ինչ-որ երկրում ինչ-որ գույք ունենալ վերագրելը նոր ձեռագիր չէ, հիշեցնում է Գրիգորյանը։ Այս շքեղ առանձնատունը եւս իբր Փաշինյանինն էր, բայց արդեն այլ աշխարհամասում, Կանադայում։ Այս կեղծ լուրը տարածվում էր 2029, մի օկտատեր օդում կախված լուրով էր կիսվել։ Մինչդեռ լուսանկարի պարզ որոնմամբ պարզ է դառնում, որ այդ տունը նույնիսկ Կանադայում չէ, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների Մերիլենդ նահանգում 1998 թվականին կառուցված տունը ըստ բնակարանի պատմության վաճառվել է դեռ 2013 թվականին 3.8 միլիոն դոլարով։ Դեռ այդ ժամանակ փաստերի ստուգման հարթակը պարզել էր Facebook-ի օգտատեր Արմեն Պետրոսյանը, պատահական օգտատեր չէ, այլ Միքայել Մինասյանի մերձավորներից, որը Մինասյանի հետ փոխկապակցված ընկերություններում կամ տնօրեն է, կամ բաժնետեր։ Սուտ լուրեր, սուտ տարածելը բավական ազդեցիկ մեխանիզմ է, ինչ որ նստվածք տալիս է, չեք կարող ասել, գիտե, դե անցավ գնաց։ Քանի որ հերքումը լուրի, այդ հայտնի բան է։ Կարդում են, լսում են մենակ 20% մարդկանց, ովքեր առաջի ինֆորմացիան ստացել են։ Ասենք, առաջի ինֆորմացիան ստացել են 100,000 հայ։ Օրինակ եմ ասում։ Հերքումը կարդում են մաքսիմալը 20,000 մարդ, 20%։ Մարդիկ փորձում են լսել, կարդալ եւ հասկանալ այն, ինչ որ իրանք ուզում են լսել, հասկանալ եւ կարդալ։ Եվ այն անձը, որը որ դավանում է կոնկրետ քաղաքական ճամբարի արժեքներին, նրա համար ամբողջ ճշմարտությունը այնտեղ է։ Եւ ասենք մյուս քաղաքական ճամբարի բոլոր ասածը դա ընդհանրապես սուտ է, խաբեություն է եւ այլն։ Այսպես 2023-ին շատերը նաև վստահ էին Փաշինյանը Կանադայի քաղաքացիություն է ստացել։ Լուրեր էին տարածում, թե իբր նա պատրաստվում է փախչել։ Տեղեկության արտահոսքն էլ իբր Վրաստանից էր։ Տարածում էին անգամ կեղծ անձնագրի լուսանկար։ Այդ խնդիրը վաղուց է այսօր սրվել է եւ կարծում եմ, որ իրավիճակը այնպիսին է, որ պետք է հաշվի առնել տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը, որը որ կարծես թե լվացել է, տարել է այն եզրերը, որոնք որ կային լրագրողի եւ լրատվական գործունեություն իրականացնողի եւ չիրականացնողի միջեւ։ Սուտերը, որ տարածում են առանձին մեր ԶԼՄ-ները, ուղղակի սկսել ստուգել։ Այդ որ փողերով են իրանք աշխատում, դա էլ շատ կարեւոր է։ Որտեղից է այդ գալիս, որ այդպես մեծ անսահման հնարավորություններ, ֆինանսականներ, ինչ ուզում անում են։ Սկսում է ստուգել, այո, օրենքի շրջանակներում շատ են ակտիվ օգտագործում իբր Ֆրանսիայում, Ամերիկայում ավարտված հայկական ազգանուններով փորձագետներ, գալիս են ասում են մենք Եվրոպայում էինք, Ամերիկայում, երկար խոսում են, հետո վերջում գիտեք ինչ են ասում։ Ես հետևում եմ։ Դե Պուտինը միշտ էլ ճիշտ է, էլի։ Ծագումը որտեղից են իրանք։
Այս ոնց է մարդ տարիքով սկսեց ինչ որ խոսալ այս վերջը 2 տարի է, 35 տարվա մեջ մենք պայքարի մեջ ենք։ 35 տարի հայ ժողովուրդը պայքարում է։ Չկային։ Չգիտեմ ինչի որ դրուկ երկնքից իջան։ Պետությունը պետք է պարզի, որ հասարակությանը պաշտպանի, որ տարբեր գործիքներով չկարողանան մարդկանց մոլորեցնել։ Վերջին օրերի հերթական սուտ տեղեկությունն է հիշեցնում, թե իբր Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը եւ մենք եւս 180 քառակուսի կիլոմետր հանձնելու ենք Ադրբեջանին։ Ամբողջապես սուտ է արձագանքել էին տեղեկությանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, բայց այնուամենայնիվ ես այսօրվա ընթացքում ասեք մի 10 հոգուց լսեցի բանը դե պարոն Գրիգորյան, դուք պաշտպանում եք, դուք համարում եք, որ այդ աշխատանքը դեպի խաղաղություն ճիշտ է, բայց տեսակ էլի մեր թիկունքում ինչ որ էլի բան ուզում են հանձնել եւ այլ եւ այլ։ Ու ես չեմ մեղադրում մարդկանց։ Ինչ անեն։ Ինֆորմացիա գալիս է, լսում են ինչ որ հեռուստալիքով, ինչ որ on-line-ով։ Ինքը պարտավոր չի ամեն ինչ վերլուծել։ Դու պետք է պաշտպանես քո ինֆորմացիոն դաշտը, պաշտպանես քո հասարակությունը։ Այն ինչ անում են քաղաքական ուժերը այսօր Հայաստանում, դա ուղղակի վնասակարություն է հասարակական քաղաքական իմաստով եւ դա հաղթահարելը ապագայում ավելի բարդ կլինի։ Երբ որ Ռումինիան նախկին իշխանությունները անցած տարվա նոյեմբերի չեղյալ համարեցին, իրանք հասկանում էին, որ 1000 տեղից կքննադատեն, որ դեմոկրատիայի դեմ դուրս եկան, բայց իրանք ապացուցեցին, որ այն նախկին թեկտածուն, որը առաջի տեղ զբաղեցնողը բարի բուն իմաստով Գազպրոմից փող էր ստանում։ TikTok-ները, այդ բաները սա օգտագործեց, բան Ռուսաստանը ապացույցներ բերեցին։ Ամենավտանգավորը մանիպուլյացիաները։ Կիսա սուտ, կիսա ճիշտ։ Օրինակ օրերս, երբ Սյունիքում 2 անչափահաս մոլորվել ու անցել էին ադրբեջանական կողմ, քիչ չէին ձևակերպումները, թե ադրբեջանցիները մտել են, գերեվարել են, Երևան էլ կհասնեն, սա հենց այդ կիսասուտ, կիսաճիշտն է, որի հիմքը էմոցիան ու տագնապն են, բացատրում է Գրիգորյանը։ Փորձագետների դիտարկմամբ կեղծ տեղեկությունների ազդեցության շրջանակը այսօր ավելի մեծ է ու գնալով կմեծանա, քանի որ նախ ինտերնետ հասանելիությունն է ավելի մեծացել, սոցարթակների դերն ու տեղը ավելի ընդլայնվել։ Բացի այդ, եթե միջև հեղափոխություն հենց ընդդիմություններ, որ զրկված էր լծակներից, նաև այդ թվում Նիկոլ Փաշինյանը, նաև այդ թվում այն ժամանակվա այլ ընդդիմադիրները։ Հիմա փոխվել է։ Հիմա ընդդիմությունը գլխավոր գոնե ֆորմալ ընդդիմությունը նախկիններն են, ովքեր չունեն ռեսուրսի պակաս, որի արդյունքում հասարակությանը մատուցվում են նորանոր նորաբացարթակներ Telegram-ից մինչև YouTube։ Ստի ու ատելության գեներացման հարցում այս հարթակները զիջում են միայն Facebook-ին, այն շարունակում է մնալ առաջատարը։ Իրինա Մկրտչյան, Մնացական Բոստանջյան, Հովհաննես Քյուրքչյան, Կարեն Բաղդասարյան, Կիրակնորյալ լուրեր։